Գնում ենք կյանքիս ամենաանհարմար ճանապարհորդությանը դեպի Կահիրե։ Լուսադեմ ժամը 1-ն է, մենք շարժվում ենք Կահիր։ Հուրգադայից ավտոբուսով մոտ 9-10 ժամ ճանապարհին րոպեն մեկ կանգնում ենք ինչ-որ անցակետեր էին։ Ավտոբուսում զուգարան կար, որը որպես առավելություն նշել էին, բայց հետո զգուշացրին, որ կա, բայց չի կարելի օգտվել։ Զսպվիր կին։ Ոչ բարբոք քաղաք ակնհայտ աղքատությամբ դրսում ուղակի քնած մարդկանցով, նեղոսում ջրահարս կա։ Վայ երեխեք, ես էի։ Բուրգերի մոտ հասնելու համար շատ սպասել ենք, երկար գնացել։ Կին արմատ, դիմացը տնային ուխտի տակ։ Գիտեք, որ կին փարավոներել են եղել ու Գիզայում կա նաև թագուհու նվիրված բուրգ, որը շատ առեղծվածներ ունի։ Այդ թվում դա փաստել է, որ այդ կանայք թաղվել են նույն ծիսակարգով, ինչ տղամարդիկ։ Մեր գիդը շրջանցում էր այս թեմաներն ու կանանց մասին նողկալի խտրական հումորներ էր անում ու խոսում գրողը տանի ամեն ինչից, բացի բուն նյութը, երբ պատմամշակութային բան էինք հարցնում, Google-ում էր։ Այ աղջի դասինք զգույշ կինո արմատ բան ենք խոսում։ Չնայած Եգիպտոսի երբեմնի մշակութային զարթոնքին ներկայում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Ավտոբուսի վարորդը խանութների տեղերը չէր ասում, ինքը գնում թաքուն ինչ-որ խմելու բաներ էր առնում ու դրանք մեր վրա 2-3 դոլարով ծախում էր։ Մենք էլ դե ծարավ մարդիկ։ Այստեղ բոլորը քեզ ուզում են քցեն, քերեն ու փողպոկեն։ Չնայած այս տհաճ մարդկային վերաբերմունքին ամեն դեպքում արժեր դա հաղթահարել մշակութային առեղծված այնպես հրաշքը սեփական աչքերով տեսնելու համար։